Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական ընկերություններին կոչ է արել դադարեցնել ծրագրված ներդրումները Միացյալ Նահանգներում։ Պատճառը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ներմուծումների համար սահմանված մաքսատուրքերն են։ Սպասվող ներդրումները կամ վերջին շաբաթների ընթացքում հայտարարված առաջիկա ներդրումները պետք է կասեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգների հետ կապված իրավիճակը ավելի պարզ չէ, ասել է Մակրոնը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր մաքսատուրքերի պատճառով iPhone-ի գները զգալիորեն կաճեն։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ iPhone-ի հայտնի սմարթֆոնի արժեքը կարող է հասնել $2300 ներմուծվող ապրանքների վրա սահմանված լայնածավալ մաքսատուրքերի պատճառով, որոնք հատկապես կազդեն Չինաստանից եկող արտադրանքի վրա։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկրի թիվ 1 ինքնաթիռում գտնվող լրագրողներին հպարտությամբ ցուցադրել է իր վարչակազմի $5 միլիոն արժողությամբ նոր ոսկե քարտի դիզայնը։ $5 միլիոն այն կարող է լինել ձերը լրագրողներին, ասել է Թրամփը, նշելով, որ սա լինելու է ոսկե քարտ հաղթաթուղթը։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առանցքային անդամների հետ քննարկել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության վերականգնման հարցը։ Նա նշել է, որ նախագահ Պուտինի անունից բանակցություններ է անցկացրել Վաշինգտոնում Թրամփի վարչակազմի հիմնական անդամների հետ։ Քննարկման առանցքում եղել է երկխոսության վերականգնումը, որն ընդհատվել էր նախորդ նախագահ Բայդենի վարչակազմի օրոք։ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցությունների ընթացքում Ուկրաինան որպես ռուսական չի ճանաչի օկուպացված տարածքները և չի համաձայնի կրճատել բանակը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ հզոր բանակ ունենալն Ուկրաինայի առաջնահերթություններից է, իսկ դրա կրճատումը կարմիր գիծ։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան ցանկանում է արագ դադարեցնել պատերազմը և համաձայնել է անվերապահ հրադադարի, սակայն Ռուսաստանը դեռ այս առաջարկին իր համաձայնությունը չի տվել։